Ադրբեջանից պարզվեց երկու ընկերություն է բենզին ներկրում, արդեն նախ անդրադառնանք բենզինի տարանցման գնին, բենզինը երկաթուղով Հայաստան գալու համար անդրադարձել ենք, մտնում է Վրաստանից, Ադրբեջանից Վրաստան, Քուրից հյուսիս, գնում հասնում է երկաթգիծը Թիֆլիս, Թիֆլիսի սորտավորման կամ սարտիրովեչնի կայարաններից մեկում այդ ամբողջ շարժակազմը գալիս է դեպի Սադախլո, այսինքն մի այսպիսի բան են անում, կեռ է, էլի ճամփեն 130 կիլոմետր, ոչ ավելի, մինչև մտնում է Պակրատաշեն։ Եվ Ազատություն ռադիոկայանը հետաքրքիր թիվեր հրապարակել, մասնագետներն էին ասել էին, որ բանը 1 կիլոմետրը 1 տոննա բենզինը անցնում է այդ տրանզիտի մասին է խոսքը տարանցման Վրաստանի տարածքում $5 եւ այլն, այս կիլոմետր բազմապատկած փաստորեն տոնաժով եւ բանով։ Վերջը գումարեցի, անեցի, բաժանեցի, բազմապատկեցի, այս անգամ գիտեք, որ Վրաստանը անվճար է թողել անցնի այդ ամբողջը, հետո կարող է իր գները տնել, տարիֆները, սակագինը, թե ինչ գնով է բենզինը անցնում Վրաստանի տարածքով։ Հաշվեցի, որ ստացվեց 19-20-21 դրամ դոլարի այժմյան կուրսով հաշված։ Այսինքն, եթե 1 լիտր բենզինը Վրաստանի տարածքով 130 կիլոմետր պտտվում, գալիս մտնում է Հայաստան, այդ բենզինի 1 լիտրի գնի վրա պիտի ավելանա 20 դրամ։ Պատկերացրեցիք, չէ՞, Եվ առայժմ եղել է ծրի, ինչպես ասացի, հետո եկուց մյուս օր, եթե ավելացնի, այն բենզինի գինը, որը այսօր հայտարարվել էր 3 գիշեր 430 դրամ պրեմիում դասի, որը միշտ եղել է 520-530 վերջին քանի ամիսների ընթացքում, դրա գինը օբյեկտիվորեն պիտի աճի 20 դրամ կոնե, կամ շահույթի հաշվին պիտի քիչ աճի կամ չաճի։ Երկու ընկերություններ, մեկը Run Oil, Megatrend-ին է պատկանում, քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր խոշոր գործարար Խաչատուր Սուկասյանի ընտանիքին պատկանող Սիլ կոնցեռնի կազմում է։ Սիլ կոնցեռն, մեջը տարբեր ընկերություններ, Megatrade, ուրեմն դրանից էլ Run Oil, որտեղ հայտարարվեց 430 վաճառքի գին, եւ երկրորդ ընկերությունը այսօր ֆակտորը փորփրեց, պարզեց Shisha World։ Shisha World, չգիտեմ Շիշան ինչ է նշանակում, World-ը աշխարհ, ՍՊ, Սամվել Մկրտչյան, որը Սամվել Ալեքսանյանի կնոջ եղբոր որդին է։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։